Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքները խտրականության, անհանդուրժողականության մթնոլորտի բացառման տեսանկյունից բազմաբովանդակ եւ բազմաբնույթ են, քանի որ իրականացվում են տարբեր ձևաչափերով։ Առաջինը եւ սա ամբողջ աշխարհում է ամենատարածվածը, խնդիրների հասցեավորման նպատակով տարատեսակ զեկույցների հրապարակումն է, որ ըստ էության մենք ինքներս շատ ակտիվ իրականացնում ենք, բայց բացի սրանից մենք իրականացնում ենք նաեւ մի շարք այլ աշխատանքներ։ Նշվածներից են հանրային իրազեկման լայնածավալ աշխատանքները, մարդու իրավունքների, կրթության հետ կապված աշխատանքները։ Խնդիրներին անդրադարձ է կատարվում նաև անհատական բողոքի շրջանակներում։ Ուզում եմ այս առումով նշել, որ շատ կարևոր կլինի, որպեսզի ի վերջո Հայաստանի Հանրապետությունում իրավահավասարության մարմնի գործառույթ վերապահվի համապատասխան մարմնի, ըստ էության այս փուլում նախագծային կարգավորումների համաձայն դա հենց մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունն է լինելու, բայց երևի թե այստեղ ամենակարևոր հանգամանքը հենց նման մարմին ունենալն է։ Իրավահավասարության ապահովման եւ խտրականությունից պաշտպանության մասին օրենքի նախագիծը վաղուց կա, բայց դեռևս չի ընդունվել։ Անահիտ Մանասյանը նշեց, որ շատ ակտիվ եւ հրապարակային եղանակով հաճախ է հիշեցնում, որ այս օրենքը շուտապույտ ընդունում է պահանջում, քանի որ դրա առկայությունը շատ կարեւոր է խնդիրները հաղթահարելու տեսանկյունից։ Հարցին, որքանով է հնարավոր Հայաստանում բացառել խտրականության դրսևորումները, մարդու իրավունքների պաշտպանը պատասխանեց, որ այս երևույթը որևէ հասարակությունում ամբողջապես արմատախիլ արված չէ եւ բոլոր երկրներում էլ կան անհրաժեշտ կառուցակարգեր դրա դեմ պայքարելու։ Այլ հարց է, որ կան հասարակություններ եւ կան պետություններ, որտեղ արդեն իսկ արկայեն շատ լուրջ կառուցակարգեր այս հարցերի առնչությամբ եւ արդյունքում հանդիպող դեպքերը կամ շատ քիչ են, կամ դրանց արդյունքում հնարավոր է լինում պատշաճ արձագանքում իրականացնել, վերացնել իրավիճակները, խնդրահարույց պատասխանատվության ենթարկել այն անձանց, ովքեր նաեւ խտրական մոտեցումներ ունեն տարբեր հարցերի հետ կապված։ Դեռևս ապրիլի 23-ին կայացած կառավարության նիստի ընթացքում Անահիտ Մանասյանն արձանագրել էր, որ մարդիկ հաճախ թյուր պատկերացում ունեն հակախտրականության ոլորտի հետ կապված, որովհետև իրենց թվում է, եթե իրենց միջավայրը իրավահավասար է, նշանակում է խնդիրներ չկան։ Իրապես Հայաստանում բազմաթիվ խնդիրներ կան գենդերային հավասարության հետ կապված եւ բազմաթիվ են իրավիճակները, որոնք իրենց բնույթով միանշանակ խտրական են, հետեւաբար կոչ կանեմ, որպեսզի նաեւ հանրային գործունեությամբ զբաղվող անձինք չխոսեն խտրականության բացակայության մասին, որովհետեւ խտրականություն Հայաստանում միանշանակ կա։ Արդարադատության նախարար Սրփուհի Գալյանն էլ ընդգծել էր, որ անհրաժեշտ է ճիշտ ընկալել խտրականություն ձևակերպումը, որը գոյություն ունի աշխարհում, եւ դա չնույնականացնել բռնության կամ այլ երևույթների հետ։ Խտրականությունը չհիմնավորված, տարբերակված վերաբերմունքն է մարդկանց նկատմամբ, պայմանավորված նրանց որոշակի հատկանիշներով։ Եվ այդ հատկանիշները շատ տարբեր են։ Մենք այստեղ խոսեցինք գենդերային հատկանիշի մասին միայն, բայց խտրականությունը այսօր մեր երկրում կա նաև պայմանավորված այլ հատկանիշներով, օրինակ տարիքով, օրինակ կողմնորոշումով, գաղափարով, այդ թվում նաև սեռական կողմնորոշումով եւ այլն։ Վաղուց ժամանակն է, որ մենք բարձրաձայն խոստովանենք Հայաստանի Հանրապետությունում կա խտրականություն կանանց նկատմամբ։ Նման դիրքորոշում էլ հայտնել էր արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Մեր զրուցակիցն անդրադարձավ նաև պատշաճ կառուցակարգերի բացակայությանը այս երևույթների դեմ պայքարելու համար։ Իմ հիմնական ակնկալիքն այն է, որ մենք ի վերջո կարողանանք ձևավորել այդ կառուցակարգերը, որպեսզի պայքարենք բացասական երևույթների դեմ եւ հնարավորինս քիչ դարձնենք այդ դեպքերը, իսկ դեպքերի առկայության պարագայում էլ կարողանանք պատշաճ արձագանք ապահովել։ Հավելենք, որ իրավահավասարության եւ խտրականության դեմ պայքարի շրջանակներում արձանագրված խնդիրները, այդ համատեքստում պաշտպանի կողմից իրականացվող աշխատանքները, ինչպես նաեւ իրավահավասարության ու խտրականության արգելքի երաշխավորման եւ պատշաճ հանրային ընկալումների ձևավորման անհրաժեշտությունը պաշտպանի կողմից ընդգծվել է նաեւ օտարերկրյա պատվիրակությունների, դեսպանությունների ներկայացուցիչների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումների ընթացքում։